ընտիր խմոր է։ Սիրելիներս ողջույն, ինձ շատ սիրելի բարեկամներ, ինչպես եք հարազատներս։ Արևաշող գարնանային գեղեցիկ օր է այստեղ եւ ես որոշել եմ պատրաստել, քանի որ զատիկն է մոտենում, սուրբ զատիկն է մոտենում, ոչ բուլկի է, ոչ կատնահունց է, չգիտեմ անունը ինչ դնեմ, բայց ամեն դեպքում շատ համեղ, այսպես փոփլիկ բուլկի հաց ենք պատրաստելու, այսպես ասած։ Մնացեք իմ հետ, որպեսզի դուք եք միասին պատրաստեք եւ այլեք զատկի օրը։ Սիրելիներս, պատրաստել եմ բաղադրիչներ, այնքան քիչ բաղադրիչներ անհրաժեշտ լինելու չեք պատկերացնի։ Իմ մոտավորապես 700 գրամ ալյուր է, ունեմ խմորիչ, որը 7 գրամ է, ունեմ կես լիտր կաթ, գոլ վիճակում է, չտաքացնես հանկարծ, գոլ վիճակում է, աղ և շաքարավազ ունենք 100 գրամ, ինչպես նաև 100 գրամ կարակ, ինչպես տեսակ այս խմորը չունի ձուն, միայն օգտագործելու ենք ձուն երեսին քսելու համար, սիրելիներս, դրա հետո արդեն հիմա սկսում ենք պատրաստել խմորը։ Կաթը, խմորիչը, շաքարավազը, աղը և վանիլինը մոռացել էի նշեի։ Մի լավ խառնում ենք։ Եվ աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը։ Սիրելիներս, հնարավոր է մեկի մոտ ալյուրը մի քիչ շատ պահանջվի, մյուսի մոտ մի քիչ պահանջվի, փոշի արեցի, բայց կարևոր չէ, դուք պետք է ուղղակի տեսնեք, թե ինչպիսի խմոր է ստացվում։ Այ հիմա դուք կտեսնեք, կարակը վերջում ենք ավելացնելու խմորը հավաքելու ժամանակ։ Ես ամբողջությամբ կլցնեմ, քանի որ այնքան շատ եմ պատրաստում այս բաղադրատոմսով ես, արդեն գիտեմ, որ իմ մոտ ճիշտ այսքան պահանջվելու է, 700 գրամը իմ մոտ միշտ ճիշտ է լինում։ Այ այսպիսի տեսք պետք է ունենա սկզբնական շրջանում, հիմա գլորում ենք խմորը, դնում ենք սեղանին, այսպես հիմա ձեռքերով, սենյակային ջերմաստիճանում փափկացրեք կարակը, 100 գրամ կարակ է, այսպես իրեն քիչ պետք է ավելացնենք խմորին, սիրելիներս հենց այս աշխատանքից է կախված ձեր բուլկու որակը, եթե ճիշտ անեք, ձեր բուլկին լավ որակ է ունենալու, եթե ձերքերին կպնի չվախենաք, կարակը ինքը հետո հավաքելու է խմորը ու մի հիասքանչ խմոր է ստացվելու, այ կտեսնեք, ամեն ինչ կախված է այս հունցելուց, խմորը հավաքելուց, այսպես քիչ փափուկ կարակը ավելացնում ենք ու այնքան ենք այսպես հունցելու, որ խմորը սիրուն հավաքվելու է, էլաստիկ խմոր է ստացվելու։ Իմ ամենասիրած խմորն է, երբ որ ես բուլկի եմ ուզում պատրաստել, կատնահունց եմ ուզում պատրաստել, այս բաղադրատոմսն եմ ընտրում, փորձված է իմ համար, շատ հաջողված, ու եթե դուք էլ իմանալ եք, հաստատ ձեր մոտ էլ է լավ ստացվելու։ Վերջին կտոր կարակն եմ ավելացնում, այ տեսեք խմորը, որ ասեցի կպչուն է լինելու, սրա մասին է խոսքը։ Հիմա բայց չվախենաք, կարակը երբ որ արդեն ամբողջությամբ լուծվի խմորի մեջ, ինքը մի հատ ընտիր խմոր է լինելու։ Ուղղակի մեզ մնում է այստեղ արագ հունցել ու հավաքել։ Այ տեսեք խմորս արդեն հավաքվել է։ Սիրելիներս, այս գործողությունը կարող եք նաև հարիչի միջոցով անել, իմ նման այսպես չսանրել, բայց մեկ է ձեռքերով սարքած իմ համար ես մինչև չեմ զգում խմորը, իմ համար դա բավական չի։ Ու մեկ է, հանկարծ չլնեմ, չիմանամ, որ ալյուր եք ավելացրել։ Գիտեմ իմ հետևորդներից մի-երկու անգամ այսպես արարել են խմորը հավաքեն, ալյուր են ավելացրել, հետո ասում են ծանր բուլկիներ են ստացվել, թեթև չեն ստացվել, ձերի նման փափլիկ չեն եղել, այնպես որ սիրելիներս շատ կարևոր է հունցելու այս գործողությունը, բայց չթողնեք, սա է կարևորը, ես հատուկ հենց ձեր համար եմ ցույց տալիս, որ կարողանաք լավ պատրաստել, տեսնում եք, այս
այսպես սիրուն հավաքվեց խմորս։ Մի երկու անգամ այսպես սեղանին գցեք, վրա բերեք, հավաքվեց սիրուն լավ խմոր։ Ընկիր խմոր է։ Հենց ալյուրի ամանը մի փոքրիկ այսպես կձեթոտենք, որպեսզի խմորը դնենք այս մեր փափլիկ գեղեցիկ խմորին, այսպես ուղարկում ենք, ծածկում ենք։ Եթե սենյակը շատ ցուրտ է, սիրելիներս, խորհուրդ եմ տալիս մի քիչ տաք տեղ պահեք, գոնե 2 ժամ պահեք, որ լավ հասունանա, մինչև խմորը լավ չհասունանա, իրեն ձեռք չենք տալիս ու չենք աշխատում իր հետ։ Մեկի մոտ կարող է 1 ժամ հասունանա, մեկի մոտ հնարավոր է 2 ժամում, խորհուրդ եմ տալիս պահել ջեռոցում միայն լույսը միացված վիճակում, էլի լավ ջերմություն է հաղորդում։ Հետո խմորի չաշխատեք օգտագործել բարձր որակի, որպեսզի խմորը լավ ստացվի, էլ ինչ էի ուզում ասեի, եթե զգում եք, որ չի հասունանում, կարող եք ջեռոցի մեջ տաք ջուր դնել իրեն ու հետո սա դնել տաք ջրի մեջ ու պահել փակ տարածությունում, որ ինքը խոնավության մեջ հասունանա։ Դե ինչ կհանդիպենք, երբ արդեն հասունացած լինի։ Տեսեք, որքան լավ է հասունացել, անցել է մոտավորապես 1 ժամ 40 րոպե, դուք տեսեք ինչ խմոր է։ Այ հիմա ցույց կտամ, որքան լավ հասունացած, թեթև, տեսեք։ Ընտիր խմոր է։ Հիմա այս թեթև, փափուկ սիրուն խմորը տեղափոխում ենք սեղանին, առանց շատ ստրես ենթարկելու, իրեն այսպես բացում ենք։ Քանի որ ինքը լավ որակով խմոր է, այսպես ձգվում է, տեսեք։ Երբ որ խմորը էլաստիկ է լինում, իր հետ աշխատելը շատ հեշտ է լինում, տեսեք, նույնիսկ գետնագի կարիք չկա։ Ուրեմն այսպես ձեռքերով որքան հնարավոր էր բացեցինք։ Հիմա ինչ ենք անելու, սիրելիներս, վերցնում ենք յուղ կամ կարագ, ես ռեդի յուղ եմ վերցնում, որովհետև արդեն համոզվել եմ, որ ռեդի յուղով ամեն ինչն է ընտիր ստացվում։ Եվ բուսական, կարելի ասել, ոչ թե բուսական եւ պահքի շրջանում, ովքեր որ կենթանական ոչինչ չեն կարող ուտել, ովքեր որ խոլեստերինի խնդիր ունեն, բայց ամենակարևորը շատ համեղ է։ Այս յուղը հրաշք է, սիրելիներս։ Այսպես մի շերտով սիրուն քսելու ենք։ Դե կամ կարագ, կամ ձեթ իհարկե խորհուրդ չեմ տալիս, այս դեպքում յուղը կամ կարագն է, որ լավ կաշխատի, շատ պարտադիր է։ Հիմա մի քիչ դարչին ենք շաղ տալիս, մի քիչ կակաո, այսպես կակաո ենք շաղ տալիս, չենք ափսոզում, առաջ շաղ ենք տալիս, որպեսզի համեղ ստացվի։ Կարող եք օգտագործել չամիչ կամ չրեղեն, ինչ ուզում եք, շոկոլադե հատիկներ, ինչ ուզում եք, եկել կարող եք ավելացնել։ Հիմա այս սիրուն խմորը, տեսնում եք, չէ, որ չի կպնում, ոչ մի բանի կարիք չունի ինքը, ոչ ալյուր, ոչ ձեթ, այսպես փաթաթելու ենք։ Մինչև վերջ սիրուն փաթաթում ենք։ Հիմա այս ռուլետատի բուլկին վերցնում ենք, մի կլորաման ենք վերցնում, ոչ շատ խիտ պտտեցնում ենք, այսպես։ Շատ խիտ չլինի, որովհետև հետո ինքը պետք է տեղ ունենա հասունանալու, շատ չեն կպցնում։ Ու նորից թողնում ենք մոտավորապես 30 րոպե հանգստանա։ Ես հենց ջեռոցի մեջ էլ կպահեմ, սիրելիներս։
Տեսեք որքան գեղեցիկ է հասունացել։ Հիմա ինչ ենք անում։ Մեկ ձվի դեղնուց ենք վերցնում, որպեսզի սպիտակուցը դեն չնետեք, եթե ցանկանում եք կարող եք օգտագործել նախապես խմորի մեջ։ Ոչ մի փոփոխություն չի առաջացնի, չանհանգստանաք, մեկ ձվի սպիտակուցը մեծ փոփոխություն չի տա։ Իսկ եթե ուրիշ տեղ ունեք օգտագործելու համար, կարող եք օգտագործել։ Ավելացնում եմ մի փոքրիկ կաթ, շատ քիչ։ Մի լավ խառնում ենք։ Երեսը քսելու համար է դա։ Նախապես ջեռոցը միացնում ենք 170 աստիճան, օդափոխիչը միացված կամ առանց միացնելու խնդիր չկա, ու այսպես իրոն քսում ենք։ Թխելու ենք մինչև գեղեցիկ կարմրաթուշ լինելը, մոտավորապես 30 րոպե կտևի։ Խոհանոցային մկրատով այսպես փոքրիկ նախշեր արեք։ Իհարկե թխելուց հնարավոր է, որ ոչինչ չմնա այս նախշից, բայց ամեն դեպքում, քանի որ շատ է ուռել, այսպես մի քիչ էլ օդ ենք անում։ Այսպես։ Վերջ սիրելիներս, ուղարկում եմ ջեռոց, կհանդիպենք արդեն պատրաստ լինելուց։ Ուրեմն, սիրելիներս, մեկ օր է անցել, ես դիտավորյալ այսպես նկարեցի, որովհետև շատ դեպքերում բուլկիների, կաթնահունցի դեպքում ինձ հարցեր են լինում, որ ինչպես անենք, որպեսզի հաջորդ օրը էլի թարմը լինի, որովհետև շատերը ասում են, որ հաջորդ օրը չոր է լինում, պնդանում է, տեսքը լավ չի լինում, ուտել չի լինում։ Հիմա ես արդեն հաջորդ օրն է եկել, մոտավորապես կարելի է ասել ոչ թե հաջորդ օրը, ես թխել եմ երեկոյան ժամը 5-ի 6-ի կողմերը թխեցի, ու հիմա արդեն մեր մոտ ժամը 3:30 է, մոտավորապես, այսինքն մեկ օր անցել է։ Ու ես ձեզ ուզում եմ ցույց տալ, որտեղ տեսքը որքան լավ է մնացել։ Տեսեք, իր շերտային մասը, առանց փշրվելու, իր փափկությունը, նրբությունը դեռ մնացել է, տեսեք։ Որքան գեղեցիկ է տեսքը մնացել, ու ամենակարևորը իր փափկությունը չի կորցրել, սիրելիներս, որ այսպես կտրեմ էլ տեսեք որքան նուրբ տեսք ունի։ Այսինքն, եթե դուք պահպանեք բոլոր կանոնները, ինչպես որ ես եմ արել, այսինքն նույն ձևով պատրաստեք, առանց ալյուր ավելացնելու, այլ խմորը հավաքում ենք հունցելու շնորհիվ, ձեր բուլկին հենց այսպիսի տեսք կունենա, սիրելիներս։ Դե ինչ, բարիզատիկ բոլորիս, սիրելիները, շնորհակալ եմ, որ դիտեցիք, մենք արդեն հասցրել ենք մոտավորապես կեսը արդեն կերել ենք, եւ երեկոյան եւ առավոտյան արդեն անուշ ենք արել։ Բարիզատիկ բոլորիս, սիրելիներս, թող աստվածությունը լինի բոլորիս ընտանիքներում։ Ես կհամտեսեմ, կասեմ ձեզ համը ինչպիսին է, իդեպ շատ քաղցր չի, քանի որ արդեն կերել եմ։ Նախապես ասում եմ, որ 100 գրամ շաքարավազ ենք ընդամենը օգտագործել, եթե դուք ցանկանում եք, կարող եք կակաոյի հետ, երբ որ կակաո ենք ցանել, ընթացքում նաև շաքարավազ ցանել կամ շաքարի փոշի, եթե ուզում եք, իհարկե քաղցր լինի ավելի։ Դե ինձ սիրելիներս, հաջողություն, կտեսնենք հաջորդ տեսանյութում։ Փափուկ է, ընտիր, շատ համեղ է։